Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսելու ենք շատ կարևոր զարգացումների մասին, որոնք վերաբերվում են Իսրայել, Կիպրոս և Հունաստան այդ եռակողմ դաշինքին։ Երեկ Աթենքում, Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հունաստանի պաշտպանության նախարար Դենդիասի և Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հանդիպումը, որի ընթացքում կողմերը աննախադեպ առաջընթաց են արձանագրել և աննախադեպ պայմանավորվածություն են ձևավորել, որոնք կունենան մեծագույն ազդեցություն։ Ուղիղ պետք է ասեմ, Թուրքիայում արդեն կարելի է ասել ԶԼՄ-ների և վերլուծական դաշտում տագնապ է այս թեմայի շուրջ, հաշվի առնելով, թե ինչ պայմանավորվածությունների մասին դառավ մեզ հայտնի այդ հանդիպումից հետո։ Բացի դրանից, թուրքական մամուլում բացահայտ խոսում են, որ մոտակա շատ շուտ ապագայում Կիպրոսում կհայտնվեն իսրայելական զորքերը և ըստ թուրքական հետախուզական տվյալների իսրայելական զորքերը արդեն պատրաստվում են մեկնել Կիպրոս։ Այս բոլոր հարցերի մասին, մանրամասների մասին, թե ինչ պայմանավորվածություն, ինչ տրամաբանություն է ձևավորվել, ինչ ռազմական հնարավորություններ կլինի, որովհետև այստեղ կոնկրետ մոտավորապես 30 միլիարդ դոլարի ռազմական նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հունաստանի և Իսրայելի միջև, այս ամենը մենք ձեր հետ միասին այսօր մանրամասն կքննարկենք և շատ կարևոր այսօր վերլուծություն կունենանք այս թեմայի շուրջ։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք, դրեք զանգակը և ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Հարգելի հայրենակիցներ, երեկ բառացի տեղի ունեցավ այդ կարևորագույն հանդիպումը, որի մասին մենք արդեն ստանում ենք զուգահեռ նաև թուրքական հետախուզության տարբեր հանրային տվյալները։ Նկատի ունեմ, հանրային առումով կա ուսումնասիրություններ նրա, թե ինչ է տեղի ունենում, հետաքննություններ են անցկացնում թուրքական ԶԼՄ-ները, այդ թվում GZT կոչվող հեռուստաընկերությունը մեծ վերլուծական այսպիսի թողարկում է պատրաստել և բացահայտ ասում է, որ սա արդեն ազդակ է Անկարայի համար, որ իրավիճակը շատ լուրջ է։ Որովհետև այս GZT պատրաստված այդ հետաքննումը փաստացի ասում է, որ շուտով իսրայելական զորքերը կլինեն Թուրքիայի սահմանին։ Ըստ այդ հեռուստաալիքի կողմից պատրաստված տեղեկատվությունների, արդեն գոյություն ունի Իսրայելում գաղտնի կայազոր, որը պետք է ուղարկվի Կիպրոս և տեղակայվի մշտական առումով Կիպրոսում։ Այդ հետաքննումը հաստատում է, որ Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը, որոնք պայմանավորվել էին, որ մինչև 2500 մարդանոց հատուկ ջոկատայիններից բաղկացած կպատրաստեն միասնական արագ արձագանքի ուժեր, այդ գործընթացը անցել է գործնական փուլ։ Եվ իրանք հաստատում են, որ մոտավորապես 1000 իսրայելական զինվոր այս պահի դրությամբ արդեն գաղտնի կայազորի տրամաբանությամբ պատրաստվում է տեղակայվել հենց Կիպրոսում։ Այսինքն խոսք է գնում նրա մասին, որ այս 2500 հոգանոց հատուկ ջոկատայինների տեղակայման վայրը լինելու է հենց Կիպրոսը։ Եվ դա կարևորագույն իրավիճակ է, որովհետև մենք հիշում եք ձեր հետ միասին մանրամասն խոսել էինք սեպտեմբեր ամսին, որ Թուրքիան 3 անգամ աճեցրեց իր ռազմական հնարավորությունները Կիպրոսում և մոտավորապես մինչև 40,000 զինվոր է հասցրել և ըստ թուրքական հետախուզության և ռազմական վերլուծության տվյալների հանրային մոտավորապես 3 օրում Թուրքիան հնարավորություն ունի գրավել Կիպրոսը այս պարագայում։ Բայց պետք է հստակ ասել, որ հիմա Անկարայում մտահոգված են լրջագույն նրանով, որ իրավիճակը գետնի վրա փոխվում է և այս զորքերի տեղակայումը միայն փոքր հատվածն է այս ամբողջ պատմության։ Հիմա խոսենք մանրամասն մնացած կարևոր հատվածների մասին։
Անկարան հասկանում է, որ Կիպրոսի զորքերը շատ թույլ են եւ հաշվի առնում, որ միայն Կիպրոսի դեմ պատերազմի դեպքում կարող է հեշտ հաղթանակ տանի, բայց տեղում իրավիճակը հիմա փոխվում է։ Ուրեմն եւ Իսրայելի ներկայությունը Կիպրոսում, այսինքն իր հատուկ ջոկատայինները, կիբերհետախուզությունը, հակաօդային պաշտպանությունը միասնական դարձնում են փաստացի Կիպրոսը գրավելը կամ բլոկադայի շրջափակման մեջ, որ Կիպրոսը հայտնվի, անհնար Անկարայի համար։ Անկարան ունի այդպիսի օրակարգ եւ պատկերացնում է, որ եթե ռազմական գործողություններ տեղի ունենան Թուրքիայի եւ Իսրայելի միջև, ապա Կիպրոսը փաստացի պետք է ամբողջությամբ անցնի Թուրքիայի վերահսկողության տակ եւ այդտեղից կարողանա վարել ամբողջությամբ գործունեություն, ինչպես փաստացի Կիպրոսը կդառնա անխորտակելի ավիակիր, որովհետև կղզի է, որը միջին հատվածում է Թուրքիայից մինչև Իսրայել եւ ունի կարևորագույն ռազմավարական նշանակություն։ Ուստի Իսրայելի ներկայությունը այդտեղ սա փաստացի արդեն դարձնում է անհնար։ Բացի դրանից, սկսում է շատ կարևոր նոր ծրագիր, որի մասին մենք ձեր հետ միասին մանրամասն պետք է խոսենք, եւ դա Աքիլեսի վահանը նոր ռազմավարական ծրագիր է, որը տեղի է ունենալու միասնական Հունաստանի եւ Իսրայելի համագործակցության հետևանքով։ Հունաստանը հայտարարել է, որ սկսում է ամենալայնածավալ վերազինումը իր զինված ուժերում մոտակա 10 տարվա ընթացքում 2026-ից մինչև 36 թվականը, եւ դրա համար նախատեսված է մինչև 30 միլիարդ եվրո։ Ինչ է Աքիլեսի վահանը։ Շատ կարևոր ծրագիր, որը բազմաշերտ հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձևավորելու նպատակ է, որը պետք է փակի օդը Էգեյոսի ծովի հատվածում եւ Կիպրոսի հատվածում, եւ սրանով փաստացի ստեղծի թուրքական վտանգը ոչ կենսական եւ ոչ իրատեսական, այսինքն լուծի թուրքական վտանգի հարցը։ Եվ այս ռազմական ծրագրի ուղղությամբ, Աքիլեսի վահանի ուղղությամբ, տեղի է ունենալու հենց իսրայելական տեխնոլոգիաների օգտագործում բոլոր այս նպատակներով։ Եվ դա կարևորագույն նշանակություն ունի հենց այս հատվածում։ Այսինքն մենք հիմա մի կողմից տեսնում ենք, որ խոսք է գնում ուրեմն այնպիսի գործողությունների մասին, որոնք ներառելու են պուլս հարվածային համակարգերի ուղարկում դեպի Հունաստան, որոնք 36 հարվածային համակարգ են ներառում եւ 2026 թվականին արդեն ուղարկվելու են Հունաստան Իսրայելից, որոնք կարող են հասցնել գերճշգրիտ հարվածներ, ուրեմն մինչև 300 կիլոմետր, որը բերելու է փաստացի նրան, որ թուրքական կողմի հնարավորությունները լինելու են խոցելի ամբողջ այդ ծովի հատվածում, եւ դա կարևորագույն նշանակություն ունի այս անվտանգային բաղադրիչի ուղղությունով։ Հաջորդը դա Spider համակարգներն են, արդեն հակաօդային պաշտպանության, որոնք ուրեմն փոքր հեռահարության հակաօդային եւ հակա-ԱԹՍ-ի համակարգներ են եւ իրանք կապահովեն Աքիլեսի ուրեմն վահանի փոքր այդ հեռահարությունը եւ ցածր բարձրությունը, այսինքն հակադրոնային ուղղությունը կապահովի հենց Spider համակարգները։ Դրան ավելանում է միջին օղակը հակաօդային պաշտպանության եւ դա Բարակ MX տարբերակն է իսրայելական հակաօդային պաշտպանության, եւ դա կենսական մաս է զբաղեցնելու եւ առնվազն 25% արտադրանքի տեղի կունենա իսրայելական կողմի Հունաստանին տրամադրելով հնարավորությունները, որ Հունաստանը ինքը արտադրի, այսինքն Հունաստանը ստեղծում է Իսրայելի հետ միասին արտադրանքի հնարավորություններ այս ուղղությունով։ Ինչ քանակի Բարակ եւ Spider
կվաճառվի Հունաստանին, մենք չգիտենք, բայց թիվը ասացի, որ շատ մեծ է, որովհետև 28 միլիարդ դոլարը, որը ներառում է Spider բարակ եւ հիմա կխոսենք ամենակարևոր, ուրեմն շատ նոր վերջի տեխնոլոգիական զարգացման մասին, սա հակաօդային պաշտպանության համակարգ Դավթի պարսատիկն է, որը կարևորագույն լազերային համակարգ է, կարելի ասել, եւ ունի մեծագույն հնարավորություններ վերջի տվյալներով, որը մեր համար հասանելի է։ Եվ խոսք է գնում մոտավորապես, ես նաև այստեղ թվեր ունեմ ձեր համար պատրաստած, որ կոնկրետ բարակ MX Spider եւ այդ Դավթի պարսատիկի ուղղությունով փաստացի մոտակա ժամանակահատվածում վաճառվելու է Իսրայելից դեպի Հունաստան 3.5 միլիարդ դոլարի հակաօդային պաշտպանության հնարավորություններ։ Սրան նաև ավելանում է այն, որ սա փոխարինելու է Հունաստանի հակաօդային պաշտպանության գործող համակարգները, որոնք ամբողջությամբ հիմնված են հենց S-300 ռուսական համակարգերի վրա։ Նաև սրա նպատակն է փոխարինել ամերիկյան հնարավորությունները, որի մասին շատ ավելի լավ տեղեկացված են թուրքական կողմը, հաշվի առնելով, որ ամերիկյան տեխնոլոգիաներ նաև իրանք ունեն հասանելի, այդ թվում տարբեր նույն F-16-ներ եւ այլն, հաշվի առնելով դա, հենց իսրայելական տեխնոլոգիաների վրա անցնելը դա լրջագույն հնարավորություն է։ Բացի դրանից, ծրագիրը ներառում է Հունաստանի կողմից առնվազն 20 F-35 ինքնաթիռ գնելը, բայց դա ուղիղ Իսրայելի հետ կապ չունի, բայց հիմա կբացատրեմ ինչպես ունի կապ, որովհետև ունի կապ, Իսրայելը նաև գիտեք, որ F-15-ների ծրագրում առաջի դերը ունի աշխարհում։ Այսինքն F-15-ները միայն Իսրայելն է, որը ստանում է եւ հնարավորություն ունի փոխել F-35-ների այդ հնարավորությունները եւ զարգացնել։ Մնացած բոլոր պետությունները ուղղակի ստանում են ամերիկյան F-35-ները եւ իրավունք չունեն փոխելու եւ չեն կարող փոխել։ Իսրայելը ունի հատուկ F-35I, այսինքն Իսրայել ձևաչափի F-35-ը, որը այսպես ասեմ, որ մնացած F-35-ներից ավելի հզոր է, այո, եւ դա փաստատ է։ Փաստ է եւ դրա փաստեր կան, նաեւ հաստատող դա։ Եվ այստեղ կենսական նշանակություն ունի, որ Իսրայելը եւ Հունաստանը պայմանավորվել են, որ Իսրայելը կաջակցի եւ կտրամադրի Հունաստանին ամենաթարմ տեխնոլոգիական լուծումները, որոնք վերաբերվում են F-35-ների ծրագրի։ Ինչ վերաբերվում է կոնկրետ այս Դավթի պարսատիկին, ապա շատ կարևոր է այդտեղ նշեմ, որ դա հեռակա հակաօդային պաշտպանության համակարգներ են եւ պետք է փոխարինեն Skyceptor, ուրեմն այս Skyceptor-ը պետք է փոխարինի, կարելի ասել, ամբողջությամբ ռուսական բոլոր համակարգները։ Դրանից բացի մենք տեսնում ենք նաև, որ ակտիվորեն քննարկվում է Հունաստանի կողմից նոր 36 քանակով F-35 գնելու ուրեմն այդ օրակարգը, բացի դրանից ֆրանսիական կործանիչ, ուրեմն ծովային նկատի ունեմ նավ, կործանիչ նավ գնելու քայլը, որի ուղղությունով հիշում եք մենք խոսացինք, որ արդեն մի քանի գնել են Հունաստանը եւ ավելացնելու է այդ հնարավորությունները եւ այս ամենը պետք է դարձնի Հունաստանի զինված ուժերը Եվրոպայում ամենաբարձր տեխնոլոգիական զինված ուժերից մեկը եւ դա ինչ կարեւորություն ունի դուք պատկերացնում եք։ Հիմա ինչու մասին են կողմերը պայմանավորվել կոնկրետ 3 Աթենքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հունաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարների։ Առաջի հերթին կողմերը սկսում են լրջագույն համագործակցություն հակաօդային պաշտպանության կոնկրետ հակա-ԱԹՍ-ների ուղղությունով։ Եվ բացահայտ հասկանալի է, թե ում դեմ է սա ուղղված, եւ Իսրայելը աջակցելու է Հունաստանին օդում
ուրեմն ԱԹՍ-ների դեմ պայքարելու եւ ծովում, որտեղ որ կա ծովի ԱԹՍ-ներ եւ ձեր հետ միասին մենք օրերս ես շատ լայն եւ խորքային վերլուծություն պատրաստեցի իմ ալիքում այստեղ դրված է, որը վերաբերվում է հարգելի հայրենակիցներ կոնկրետ թուրքական ԱԹՍ-ների ոլորտի վերլուծությունին եւ ես պետք է արձանագրեմ, որ այս կարևոր թեման այդքան էլ շատ դիտում չհավաքեց, ինչը իմ համար նաեւ խոսում է նրա մասին, որ մենք պետք է զարգացնենք աշխատանքը այդ կրթական ուղղությունով էլ, այսինքն մենք պետք է լավ տեղյակ լինենք այդ թեմայից եւ շարունակենք մեր ջանքերը այդ ուղղությունով։ Ոստի կոչ եմ անում ձեզ, որ գնաք եւ դիտեք նաեւ այդ ԱԹՍ-ների ոլորտը, որովհետեւ խոսքին Աթենքը հիմա եւ Հունաստանը եւ Կիպրոսը պատրաստվում են Իսրայելի հետ համագործակցել հենց թուրքական ԱԹՍ-ների ոլորտի դեմ։ Եվ այդ ուղղությունով պաշտպանության նախարար Դենդիասը Հունաստանի հայտարարել է, որ տեղի է ունենալու լրջագույն կոորդինացում Իսրայելի հետ, ուրեմն օդային, ծովային եւ սուզանավ ԱԹՍ-ների ուղղությունով։ Բացի դրանից Իսրայելը օգնելու է Հունաստանին ապահովել իր կենսական ենթակառուցվածքների ուրեմն կիբեր անվտանգությունը եւ ապահովի կիբեր հարձակումներից պաշտպանելու հնարավորություն Հունաստանի համար։ Հասկանալի է, երբ մենք ասում ենք Հունաստանի համար, մենք հասկանում ենք, որ Հունաստանը եւ Կիպրոսը մեկ ազգ են, երկու պետություն, այսինքն նույն հույներն են երկու դեպքում էլ եւ իրանք իրար աջակցելու են, փոխարինելու են այս բոլոր տեխնոլոգիաները իհարկե։ Բացի դրանից, կողմերը, այսինքն Իսրայելը եւ Հունաստանը, ստեղծելու են համատեղ ուսումնական կենտրոն, որի նպատակն է լինելու ուրեմն պատրաստել ավելի լավ քանդակարանի որևէ մեկը Հունաստանի օդային ուժերի ներկայացուցիչներին, այսինքն այդ F-35-ների ապագա վարողներին փաստացի, օդաչուներին, որոնք պետք է կարողանան իսրայելական ամենալավ եւ ամենախորքային փորձը ստանան այդ ուղղությունով, այսինքն ինչը վերաբերվում է հենց F-35-ների համար պատրաստ լինել, այսինքն Իսրայելը կիսվելու է Հունաստանի հետ F-35-ների օգտագործման ամենալավ իր փորձով։ Բացի դրանից, կարևոր ուղղությունը վերաբերվում է նրան, որ Դենդիասը հստակ հայտարարեց, Աթենքի նպատակն է ոչ թե դառնա գնող իսրայելական զենքի, այլ արտադրի նաև իսրայելական զենք եւ այսինքն սրանով Աթենքը փուլ առ փուլ սկսում է մուտք գործել հենց իսրայելական զենքի արտադրման գործում։ Ինչը, հարգելի հայրենակիցներ, տեսեք, ինչ կարևոր բաղադրիչ ունի, որովհետև դա բերելու է նրան, որ եթե Իսրայելին ապագայում պետք լինի մատակարարումներ իր սեփական զենքի համար, խոսքին հրթիռներ հակաօդային պաշտպանության համար, ապա Իսրայելը կարող է Հունաստանում, որը շատ մոտ է, դաշնակից է, հակաթուրքական դաշնակից է, կարող է այդտեղ ունենալ փաստացի արտադրման նոր եւ ավելի խոշոր հնարավորություններ, որոնք անվտանգ ավելի կլինեն, քան Իսրայելի տարածքում եղած արտադրությունները, որոնք նաև կան, նաև անվտանգ են, բայց հասկանում եք, ընդլայնում է եւ դիվերսիֆիկացնում է այս սպառնալիքները եւ կարևորագույն նշանակություն ունի։ Ես ձեզ հիշեցնեմ, որ այս ամենը, այսինքն հիմա ինչ մենք ձեր հետ միասին խոսում ենք եւ ինչ վերաբերվում է անվտանգության նոր ձևաչափերին, վերաբերվում է բացահայտ Թուրքիային։ Պաշտպանության նախարար Հունաստանի Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ իրանք տեսնում են ԱԹՍ-ների մեջ լրջագույն խնդիր սեփական անվտանգության։ Իհարկե հասկանալի է ինչ ԱԹՍ-ների մասին է խոսքը եւ դա բացահայտ հենց թուրքական ԱԹՍ-ներն են։ Եվ այստեղ կարելի է ասել, որ Թուրքիան սկսում է շատ մտահոգված դառնալ եւ դրա մասին վերադառնում ենք նաեւ հոդվածին, որի մասին խոսում էինք, Թուրքիան բացահայտ խոսում է։
որովհետև իրանք տեսնում են, որ այստեղ Իսրայելը բառակ MX հակաօդային պաշտպանության շնորհիվ ձևավորում է փաստացի ամենատես աչք տրամաբանությունը հակաօդային պաշտպանության ոլորտում, որովհետև թուրքական տարբեր վերլուծաբանները, որոնց տարբեր վերլուծությունները և հոդվածները ես ուսումնասիրեցի, ասում են, որ եթե Կիպրոսում կամ երբ Կիպրոսում տեղակայվի բառակ MX միջին հեռահարության իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգները, ապա այդ համակարգները կաշխատեն ինչպես Իսրայելի աչքեր Կիպրոսում և տարածաշրջանում։ Եվ դա ըստ այս վերլուծաբանների բերելու է նրան, որ Իսրայելը կկարողանա իրական ժամանակում, այսինքն հենց այդ պահին, վերահսկել թուրքական օդուժի այդտեղ թռիչքը և ինչպես նաև թուրքական նավերի շարժը ամբողջ արևելյան միջերկրական ծովում։ Այսինքն սա ձևավորում է փաստացի այնպիսի իրավիճակ, որ Իսրայելը ստեղծում է արդեն լրջագույն խնդիրներ թուրքական այդ վերահսկողության համար տարածաշրջանում։ Զուգահեռ դրա մենք պետք է ասենք, որ Թուրքիան անհանգստացած է նրանով, որ իրականում երկաթե գմբեթ համակարգը, որը հայտնի է և որը Իսրայելի հակաօդային պաշտպանության անվանումն է և ապահովում է էֆեկտիվորեն Իսրայելի անվտանգությունը օդից, հիմա ընդլայնվում է դեպի երկու նոր պետություն, նույն երկաթի գմբեթը, և դա անմիջապես արդեն ընդլայնվում է դեպի Կիպրոս և դեպի Հունաստան, սրանով ձևավորելով տարածաշրջանային երկաթի գմբեթ և տարածաշրջանային ամենատես աչք Իսրայելի համար, որը հնարավորություն կտա, որ Իսրայելը կարողանա Թուրքիայից եկող սպառնալիքները Հունաստանի և Կիպրոսի հետ համատեղ չեզոքացնի, և Թուրքիան սա արդեն այս վերլուծաբանները ընկալում են ինչպես լրջագույն սպառնալիք Թուրքիայի զինված ուժերի համար և Թուրքիայի հնարավորությունների համար։ Բացի դրանից, սա կարևորագույն աշխարհաքաղաքական բաղադրիչ և զարգացում ունի, հարգելի հայրենակիցներ։ Նկատի ունեմ, որ մենք երկար ժամանակ է արդեն գիտենք, որ պատրաստվում է Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, հետո արդեն Իսրայել, Կիպրոս, Հունաստան, Եվրոպա այդ միջազգային ուղի տրամաբանությունը։ Եվ այդ նպատակով Իսրայելին պետք է ապահովել Հունաստան-Կիպրոս այդ ուղին։ Այսինքն այս անվտանգության բաղադրիչները ձևավորում են միջազգային լոգիստիկ նոր այդ ուղու ձևավորում և հնարավորություն, և զուգահեռ դրա շատ կարևոր ձևավորում են նաև էներգետիկ միջանցք կամ ուղի։ Եվ ինչ նկատի ունեմ դրանում։ Բացի դրանից, որ մենք հիշում ենք Երուսաղեմում դեկտեմբերին տեղի ունեցած գագաթնաժողովում, որի մասին մենք մանրամասն ձեր հետ միասին վերլուծություն էինք պատրաստել Իսրայել, Կիպրոս, Հունաստան համագործակցության մասին, արդեն հայտարարել էին կողմերը, որ I1 այդ կարևորագույն միջանցքը Հնդկաստան, Մերձավոր Արևելք, Եվրոպա ուղին իրականություն է դարձնելու, բայց պետք է ասել, որ դա նաև ներառում է այնպիսի կապեր, ինչպիսին են նավթատարներ, գազատարներ և ինտերնետի մալուխներ և հոսանքի մալուխներ և այլն, և այդ ամենին պետք է անվտանգություն, այսինքն Աքիլեսի վահանը պետք է լինի գործնային քայլ այն ուղղությունով, որ ապահովի այս նոր ուղու անվտանգությունը, և ասեմ ձեզ, որ Աքիլեսի վահանը միայն օդում հակաօդային պաշտպանության ուղղությունը չէ, սա հակաԱԹՍ-ների պաշտպանությունը նաև ծովում և ջրի տակ, ինչը շատ կարևոր է։ Եվ պետք է ասեմ, որ թուրքական կողմը արդեն սա տեսնում է ինչպես լրջագույն խնդիր և սպառնալիք իրենց
կոնկրետ ռազմավարությանը, որը վերաբերվում է ծովում թուրքական գերկշիռ հնարավորությունների զարգացմանը, եւ այս ծրագիրը կոչվում է, հիշում եք, մենք խոսել ենք սրա մասին ձեր հետ, կապույտ հայրենիք։ Այսինքն Թուրքիան պատկերացնում է, որ այս Մավի վատանը, այսինքն թուրքերեն հենց այսպես է կոչվում, կապույտ հայրենիքը, պետք է լինի ծրագիր, որը պետք է ապահովի թուրքական վերահսկողությունը Էգեյան ծովում եւ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, եւ Թուրքիան պետք է ունենա դոմինանտ դեր այդտեղ։ Եվ հետաքրքիր է, որ կարելի է ասել, Թուրքիան այդտեղ ունի մեծագույն նկրտումներ տարբեր այդ հատվածներում, եւ գլխավոր խնդիրը եւ սպառնալիքը Թուրքիայի համար դա Հունաստանը եւ Կիպրոսն են։ Հունաստանը եւ Կիպրոսը, հատկապես Կիպրոսը միայնակ, թույլ են, որ Թուրքիայի դեմ կարողանան լիարժեք պաշտպանվել, եւ այստեղ միանում է իր ծովային ուժերով, իր հնարավորություններով միանում է Իսրայելը, եւ երեք պետությունը միասնական հնարավորություններով փաստացի փակելու են թուրքական վերլուծաբանների գնահատականով, այսինքն ես հիմա ասում եմ թուրքական հենց վերլուծաբանների այդ գնահատականները հիմա ինչ տեղի են ունենում այս օրերի ընթացքում, որ դա սահմանափակելու է Թուրքիայի կապույտ հայրենիք կոնցեպտը, ծրագիրը, եւ փաստացի ստեղծելու է թուրքական նավերի համար լրջագույն խնդիր այդ ամբողջ հատվածներում։ Եվ ձեր հետ միասին նաև ուզում եմ մենք, որ ընկալենք եւ խոսենք նաև մեկ այլ կարևոր բաղադրիչի մասին, թե ինչու է տեղի ունենում այդպիսի ուշադրություն ԱԹՍ-ների վրա։ Առաջինը, որ Թուրքիան լրջագույն ԱԹՍ-ների զարգացման ծրագիր ունի, բայց բացի դրանից պետք է նաև ընդգծել, որ երբ այսօր տեսնում են կողմերը ինչպես են ԱԹՍ-ները կիրառվում Ուկրաինայում եւ մերձավոր արևելյան բոլոր այդ հարվածներում եւ պատերազմներում, այսինքն երևում է, որ ԱԹՍ-ները էժան են եւ կարող են մահացու հարվածներ հասցնեն եւ խնդիրներ ստեղծեն, ուրեմն կլասիկ կարելի է ասել այսպիսի հակաօդային պաշտպանության համար, այսինքն ավանդական համակարգների համար հակաօդային պաշտպանության, ապա պետք է նշել, որ դա ԱԹՍ-ները դարձնում է ասիմետրիկ սպառնալիք պետության համար, եւ այդ ուղղությամբ այս համագործակցությունը դրա համար էլ ունի նպատակ կոնկրետ, որ այդ համագործակցությունը լրիվ ուրիշ մակարդակի բարձրացվի, եւ կենտավրոս հակաօդային պաշտպանության, ավելի ճիշտ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը, որը ուրեմն Հունաստանն է ստեղծել, շատ մեծ նոր հնարավորություն է, այսինքն Հունաստանը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ միասին շարունակում է իր սեփական նաև հակաօդային պաշտպանություն ձևավորելը եւ իր սեփական տեխնոլոգիաները զարգացնելը, եւ հետաքրքիր է, որ ուրեմն այս համակարգը ակտիվորեն արդեն կիրառվում է Հունաստանի զինված ուժերում եւ ցույց է տվել իր էֆեկտիվությունը հենց ԱԹՍ-ների ուղղությունով։ Հաշվի առնելով, որ Թուրքիան ակտիվորեն զարգացնում է Բայրակտար այդ ձևաչափի ԱԹՍ-ները, այդ թվում Կիզիլ-Էլմա եւ նաեւ հրթիռները հատուկ, ուրեմն Ատմակա եւ Տայֆուն հրթիռները, ուրեմն թևավոր հրթիռների ձևաչափ է սա, ապա դա լրջագույն սպառնալիք է ստեղծում Աթենքի համար։ Հիշեցնեմ ձեզ, որ Թուրքիան բացահայտ սպառնում էր, ԶԼՄ-ներում ակնհայտորեն գրված էր, որ Թայֆուն թևավոր հրթիռները կարող են հարվածել արդեն Աթենքին, մայրաքաղաքին։ Եվ այդ ուրեմն սպառնալիքներից հետո պետք է ընդգծեմ, որ փաստացի խոսք է գնում նրա մասին, որ պետք է լինի պատասխանին գործողությունների եւ հակաօդային պաշտպանությունը նաեւ բացահայտ ուղղված է թուրքական նոր թևավոր հրթիռների Տայֆունների դեմ։ Ինչպես է արձագանքում այս ամենին Թուրքիան, սա շատ կարևոր հարց եւ բաղադրիչ է։
Թուրքիան արդեն տարբեր մակարդակներով, այդ թվում պետության հետ կապ ունեցող տարբեր վերլուծաբանների հայտարարում է, որ այսպիսի տարածաշրջանային երկաթե գմբեթ հակաօդային պաշտպանություն ձևավորելը եւ Աքիլեսի վահանը ինտեգրելը իսրայելական համակարգերի մեջ կամ հակառակը իսրայելական համակարգերը ինտեգրելը Աքիլեսի վահանի մեջ, այստեղ մեծ բան չի փոխվում այս տրամաբանությունը փոխելուց, ներկայացնում է աննախադեպ սպառնալիք Թուրքիայի համար։ Թուրքական ԶԼՄ-ները ընդգծում են, որ հիմա արդեն, երբ նախկինում կողմերը ուղղակի համագործակցում էին որևէ անհասկանալի սպառնալիքների դեմ, ապա կողմերը հստակորեն արդեն գրում են տարբեր փաստաթղթերում, որ համագործակցում են միասնական վտանգների դեմ, ԱԹՍ-ներից եկող վտանգների դեմ, եւ բացի այդ նաեւ պետք է ասեմ խոսքին The Times of Israel պարբերականի երեկվա հոդվածի անվանումը, տեսեք, Իսրայելի արտաքին գործերի, կներեք, պաշտպանության նախարար, նախկինում արտաքին գործերի նախարար էր, դրամա եմ այդպես հիշում, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Աթենքի մայրաքաղաք Աթենքում, Հունաստանի մայրաքաղաքում հայտարարություն է արել եւ զգուշացրել է Թուրքիային։ Եվ տեսեք, անվանումը արդեն իսրայելական ԶԼՄ-ի ամեն ինչ ասում է։ Արդյոք ինքը ասել է հենց Թուրքիայի ուղղությունով որևէ բան։ Իսրայել Կացը ոչ, բայց պարբերականը այդպես է անվանել։ Իսկ ինչ է ասել Իսրայել Կացը, որ տարածաշրջանում կան խաղացողներ, որոնք ուզում են ապակայունացնել իրավիճակը Սիրիայում, Գազայում, Էգեյան ծովում եւ մնացած հատվածներում այս տարածաշրջանի, այդ թվում Կիպրոսում։ Եվ մենք դա միասին, այսինքն Իսրայելը եւ Հունաստանը, թույլ չենք տալ։ Ուստի հարգելի հայրենակիցներ, ակնհայտ է, ում դեմ է ուղված այս քայլերը եւ այս նոր ռազմավարությունը։ Միևնույն ժամանակ նախկին ուրեմն հյուպատոսը Թուրքիայի Գյուլ Գեզելը հայտարարել է, որ այս անվտանգային ծրագիրը կարա ստեղծի լուրջ խնդիրներ Թուրքիայի համար, եթե Թուրքիան չմասնակցի այս ծրագրում։ Ասեմ նախորդ, որ Թուրքիան հաստատ չի մասնակցելու, հաստատ։ Մի փոքր վերլուծելով իսրայելական դաշտը ամբողջությամբ հասարակության, որը այսօր համարում է, որ ուրեմն Թուրքիան համար երկու վտանգն է Իսրայելից հետո կոնկրետ, կներեք, Իրանից հետո Իսրայելի համար, ապա ակնհայտ է, որ որևէ այդպիսի համագործակցություն բացառված է։ Պետք է նաև ասել, որ ՆԱՏՕ-ի համար ընդհանուր առումով այս ուղին հետաքրքիր է, որովհետև սա հզորացնում է ՆԱՏՕ-ի անդամ պետության հակաօդային պաշտպանությունը, բայց շատ ուղիղ պետք է ասեմ, որ ՆԱՏՕ-ն այստեղ շատ լավ հասկանում է, որ սա ՆԱՏՕ-ի եւ ոչ ՆԱՏՕ-ի թեմա չի, որովհետև Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ է։ Բայց տեսեք, ինչ որ առումով եվրոպական արևմտյան հակաօդային պաշտպանությունը ընդլայնվում հասնում է Հունաստան, Կիպրոս դեպի Իսրայել, այսինքն դա կենսական նշանակություն ունի, որովհետև Իսրայելը այդ առումով դառնում է փաստացի, հարգելի հայրենակիցներ, արևմտյան այդ անվտանգային համակարգի ոչ միայն գործընկեր, այլ նաև բառացի գոտի, որովհետև ճանապարհ է ստեղծվում այդ ուղղությամբ, որը այս պահի դրությամբ չկա։ Հիմա պետք է ասեմ, արդեն եզրափակելով, որ փաստացի այս գործողությունները հակաօդային պաշտպանության համակարգերի ձևավորումը, Աքիլեսի վահանի ձևավորումը, երկաթի գմբեթի ընդլայնումը, եռակողմ պայմանավորվածությունները, Կիպրոսում 2500 զինծառայողի տեղակայումը եւ այդ ուղղությամբ արդեն կոնկրետ քայլերը եւ պատրաստվածությունը, Իսրայելի կողմից 1000 զինվոր ուղարկելը, բառակ համակարգների հակաօդային պաշտպանության ռադարները տեղակայել Կիպրոսում եւ հետեւել թուրքական բոլոր հնարավորություններին, հակաօդային պաշտպանության համակարգ եւ բազմաշերտ ձևավորելը միասնական ԱԹՍ-ների դեմ հենց թուրքական կարևորագույն տարածաշրջանում փոփոխություն է ներառում եւ ապագա մի քանի տարվա ընթացքում դա կլինի գլխավոր օրակարգը մինչեւ 2030 թվականը։ Հիմա
Շատ կարևոր բան, որը վերջում ուզում եմ ձեզ ասեմ, եւ հուսով եմ բոլորդ միջև այստեղ լսել եք եւ այս հատվածն էլ բոլորդ կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ։ Հարգելի հայրենակիցներ, տեսեք, մենք տեսնում ենք, որ Իսրայելը հետաքրքրված է Թուրքիային զսպելու ուղղությունով, այդ թվում պատրաստ է Հունաստան-Կիպրոսին, իսկ հիշեցնեմ Հունաստան-Կիպրոսը Հայաստանի ամենամոտիկ ռազմատեխնիկական գործընկերներից մեկն է, երկուսն էլ, եւ քաղաքական առումով ամենամոտիկներից մեկն է նաեւ մեզ լրջագույն աջակցություն տրամադրող այն սահմանափակումներով, որը կա խոսքին, հասկանալի է, որ իրանք մեր փոխարեն կամ մեր հետ միասին, որովհետեւ չեն պատերազմելու առնվազն այսօրվա տրամաբանությունով, որը ձևավորված է Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ֆորմատով, բայց կարևորը ինչ է, որ իրանք արտադրություն են սկսում իսրայելական հնարավորությունների, իրանք իսրայելական տեխնոլոգիաներ են ստանալու, F-35-ների ուղղությունով նաև պատրաստվելու են, հակաօդային պաշտպանությունի փորձ են ձեռք բերում, ԱԹՍ-ների ուղղությունով մեծ փորձ են ձեռք բերում եւ այդ ամենը արվում է մեր համար կարևոր ուղղությամբ, որովհետև մենք կարող ենք Հունաստան-Կիպրոսի հետ տարբեր հարցերի շուրջ պայմանավորվել, համագործակցություն ձևավորել եւ միասնական ջանքերով հզորացնել Հայաստանի ռազմատեխնիկական հնարավորությունները։ Բացի դրանից, ես համարում եմ շատ կարևոր է եւ շարունակում եմ պնդեմ, որ Հայաստանը պետք է Իսրայելի հետ միասին համագործակցի եւ սկսի զարգացում, որովհետեւ Իսրայելը կարող է հետաքրքրված լինի նրանով, որ սկսի բալանս բերել, հետո նաև նվազեցնի Ադրբեջանի հետ համագործակցությունը եւ աճեցնի մեր հետ համագործակցությունը։ Ինչու՞։ Որովհետև կենսական նշանակություն ունի այստեղ Իսրայելի համար նաև թուրքական աշխարհում Թուրքիայի նկրտումները զսպել եւ դրա համար Հայաստանը պետք է լինի պաշտպանված օդում, Հայաստանը պետք է լինի պաշտպանված ԱԹՍ-ներից, Հայաստանը պետք է ունենա էֆեկտիվ ուրեմն անվտանգային համակարգ եւ հնարավորություն կա, որ մենք կարողանանք այդ եռակողմ դաշինքի հետ համագործակցել։ Ընդգծում եմ, ես չեմ ասում անդամակցել, այդ դաշինքը արևելյան միջերկրական ծովում է եւ մենք չունենք Կիլիկյան Հայաստան, որ լինենք այս պատմության այս պահին չունենք, նախկինում ունեցել ենք, գիտեք, որ համարենք մեզ արևելյան միջերկրական ծովի պետություն, այդ դեպքում կարող ենք իհարկե համագործակցել, ուստի անդամակցել։ Իսկ հիմա կարող ենք համագործակցել եւ ես շարունակում եմ պնդել, որ մենք պետք է գտնենք ճանապարհներ համագործակցելու եւ դա կարա շատ օգտակար լինի Հայաստանի պաշտպանության ոլորտի համար։ Կարծում եմ շատ հետաքրքիր ստացվեց այսօրվա վերլուծությունը, շատ կարևոր տեղեկատվություններ էի պատրաստել ձեր համար, շնորհակալ եմ ուշադրության համար, չենք մոռանում լայքելը անպայման, կիսվելը, բաժանորդագրվելը, կհանդիպենք, ցտեսություն։